ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։ Շարունակում ենք ծրագիրը եւ Արմեն Չիբուխյանը վստահաբար արդեն այստեղ է։ Բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Վերջին նորություններն ենք թերթում, ինչպես միշտ, այո, թարմագույնը ձեզ մատուցելու համար։ Արմեն, այս հակամարտությունը եւ այս պայմանագրի հարցը իմ մոտ ես որ ծանոթացա առաջին անգամ այնպեսի տպավորություններ, որ սա պիտի ռուսները ուրախությամբ ընդունեն եւ ուկրաինացիները դեմ լինեն, բայց մի տեսակ կարծես հակառակն է ստացվում, ուկրաինական կողմը կարծես փորձում է ինչ-որ փոփոխություններ անելով ստորագրել, բայց ռուսական կողմը կարծես նորից Դուք դա այո, ժամանակ շահելու համար էր կարծես այս ամենը։ Հիշում եք երկուշաբթի օրը խոսում էինք, ես ասում էի, որ այս պայմանագիրը այնքան էլ ձեռնտու չի Ռուսաստանին։ Ոչ մի կողմին ձեռնտու չի, բայց Ռուսաստանը սրանով պարտությունը ամրագրվում է։ Եվ ըստ էության եկեք ֆիքսենք, որ այս պայմանը, ըստ հիմա այնքան բան է բացահայտվել, չեք պատկերացնի, ու այնքան խառը պատմություն է։ Հիմա process-ը կանգնացրել է Ռուսաստանը ըստ էության, եւ կանգնացնում է Ռուսաստանը։ Այդ ինչի մասին խոսում էինք։ Հիմա տեսեք ինչա կատարվում։ Ուրեմն երկու տարբերակ կար այս process-ը ինչի սկսվեց, այսինքն վերլուծությունը։ Հիշում եք, որ տոմահավքների հարց կար, որ պետք է փոխանցվել Ուկրաինային։ Հետո սառեցված ակտիվները, որը մոտ 300 միլիարդ դոլար, այնտեղ 200 քանիս, եւ Եվրամիությունը սպառնում էր արդեն սկսել էր լուրջ աշխատել եւ լուրջ աշխատում է մեխանիզմները մանգալի Բելգիային համոզելու, որպեսզի կարողանան փոխանցեն Ուկրաինային։ Եվ այնտեղ էլի բան կար, մոռացա մտքովս մտքից թռավ։ Մի խոսքով, ուրեմն Ռուսաստանը, եւ Ռուսաստանի տնտեսության վիճակը նավթի գները, այսինքն եւ այդ նավթային սահմանափակումները, երկրորդական սահմանափակումները, Գրեմի ուրեմն օրինագիծը, որը շրջանառվում է երկրորդական սանկցիաների մասին, եւ ռուսական տնտեսագետների լացուկոցը, որ հնարավոր չի լինի ռեցեսիայից խուսափել եւ Ռուսաստանի տնտեսությանը սպասվում են բաց ժամանակներ։ Կրճատվել են կոնտրակտի համար գումարները, արդեն որոշ հանրապետություններ ներքին Ռուսաստանի հետ, իրանք օբլաստ են հիմա ասում, բայց իրանք համանadrության մեջ դեռ գրված է, որ իրանք հանրապետություններ են, ուրեմն կրճատվել են, օրինակ Թաթարստանը կրճատեց, այնտեղ տարբեր էլի մի քանի տեղ կա։ Լավ, Արմեն, գալով հիմա խնդիրը ինչու՞մն է կայանում, տեսեք, այսինքն ինչի համար սա ասեցի, պատերազմը ավարտելը եւ Ռուսաստանը մեծ արշավատանում թե իբր Ուկրաինային է պետք ավելի շուտ ավարտել, տեսեք հիմա այդ գաղափարը Տրամպը անդադ կրկնում է, էլի սկսել է կրկնել, այդ մինչեւ այդ ասել Ուկրաինան կարող է տրամաբանությունը ինչ ասում է, թե Ռուսաստանը պատերազմը քայքայում է տնտեսությունը չի ասնում, պիտի որ ինքը չէ համաձայն լինի առաջինը բանին։ Այո, հիմա տեսեք, այսինքն այնպես չի որ վաղը կկանգնի Ռուսաստանը, բայց Ռուսաստանին շատ ժամանակ չի մնացել եւ Ռուսաստանը ուզում է ուրեմն հետեւյալ հանգամանքը արևմտյան օգնությունը կրճատի, որովհետև հետախուզական տվյալները, որ ստանում է Ուկրաինան, չնայած Ուկրաինան ձևը գտել է փոխհատուցելու, ես այդտեղ որակական չեմ կարող ասել համարժեքը համարժեք չի, եւ ամերիկյան զենքը ու մասնավորապես պետրիոտները։ Ինչով են կարևոր պետրիոտները, որովհետև պետրիոտները պահում են այն բալիստիկ հրթիռները, որ Ռուսաստանը ամեն գիշեր ուղարկում է Ուկրաինա։ Հետևաբար, ինչու սկսեց Ռուսաստանը այս process-ը, որպեսզի ցույց տա, որ ինքը իբր թե համաձայն է, այո, Ուկրաինան այո, այսինքն մշակվել է այնպիսի համաձայնագիր, որի արդյունքում Ռուսաստանը իրոք գնացել է զիջումների, բայց այնպիսի զիջումներ է դրել Ուկրաինայի առաջ, որ Զելենսկին չի կարող դա այդ տեսքով ստորագրել։ Եվ ստացվում է ինչ, որ մերժում է Զելենսկին, Տրամպը բարկանում է Ուկրաինայի վրա, կտրում է օգնությունը եւ արդեն կան տեղեկություններ, որ Դրիսկոլը, որ գնացել էր J.D. Vance-ի ինգերը Ուկրաինա, ըստ NBC-ի տեղեկությունների, սպառնացել է Զելենսկուն, որ Ուկրաինան չի կարող հաղթի եւ ակնարկել է, որ ամերիկյան օգնությունը կարող է չհասնի ռազմական։ Այսինքն, ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն Ռուսաստանը իմ տպավորությամբ, որտեվ տեսեք, եթե այս պահին ստորագրի Ռուսաստանը, դա էլ է տարբերակ։ Դա նշանակում է, որ իր արդեն տնտեսությունը վաղը քանդվելու վրա։ Մենք չգիտենք իրանց ներքին վիճակը, իրանց հաշվարկները չգիտենք։ Մենք գիտենք, որ վատ է, բայց չգիտենք երբ կտրակի։ Սովետի վաղտոմը չգիտենք։ Կործանի տնտեսությունը։ Չէ, կործանումը դրա համար կարող է ստորագրել, դրա համար կարող է ստորագրել, գնալով, այսինքն, բայց այս պայմանագիրը այնպես է դասավորված, որ ամենավատագույն դեպքում, եթե Ռուսաստանը ստորագրել, իդեպ դուք այդ մտահոգությունը հայտնեցիք եւ ճիշտ հայտնեցիք, ես էլ համաձայնեցի։ 3 տարի հետո, 2 տարի հետո Ռուսաստանը կարող է նորից մտնել Ուկրաինա, այսինքն չի ապահովում այն անվտանգության երաշխիքները, որ Ռուսաստանը էլ չմտնի։ Հիմա ինչ է տեղի ունենում։ Տեսեք, գաղտնազերծվել է Ստիվ Ուիտկոֆի եւ Յուրի Ուշակովի
ուրեմն Ուիկոֆը ասենք որ բանագնացն է, այո, Ռուսաստանի հարցում։ Այո, Ուշակովն էլ, եթե չեմ սխալվում, Ռուսաստանի Լավրովի տեղականն է, եթե չեմ սխալվում, կամ կամ նախագահի օգնականը, կներեք ճշտեմ կասեմ։ Ուրեմն Ուշակովը դե հիմնական գործող անձանցից է, ուրեմն էլի էս բանակցություններում արտաքին քաղաքականության մեջ եւ բանակցությունների մեջ Ուիկոֆը Ուշակովին հուշում է Ինչպես ուրեմն ասում է, սա Զելենսկին գալիս է Ուկրաինա, լավ կլինի որ մի հատ այո, կներեք, Զելենսկին գալիս է Ամերիկա, լավ կլինի որ դու մի հատ խոսաս Պուտինի հետ, Պուտինը մի հատ խոսա Թրամփի հետ։ Ակնարկելով որ հիմա որ Զելենսկին գա, մի հատ կանխենք, մի հատ դեմից մի բան անենք, որ Զելենսկին գա, այսինքն պարզ ասած լրիվ Ռուսաստանի կողմից է։ Տեսեք, ստացվում է այո այդպես։ Հետո ասում է, գիտես, ասում է, մի հատ էլ ասա քո շեֆին, որ իմ շեֆին տենց լավ կոմպլիմենտներ անի Գազայի հարցով, հա, որ ինչ լավն ես դու, ոնց ես դու Գազայի հարցը լուծել, հենց այդպես, ինչ խաղաղասեր նախագահ ես դու, սենց, այսպես։ Եվ դա աշխատում է։ Եվ դա աշխատում է փաստորեն, հա։ Եվ լավ կլինի, որ դեմից մի հատ քո շեֆը իմ շեֆին ասի, թե ինչ դե հիշում եք, չէ, Հայաստանի հարցով էլ ասել։ Քանի անգամ Տրամփը ասեց, Պուտինը զարմացած է, ոնց էս կարողացա լուծել։ Այո։ Եվ տեսեք, հիմա սկանդալ է, հայտարարակ սկանդալ է, որտեղ Բլումբերգը հրապարակել է, եւ դա այսօր է լինում։ Դա երեք ա եղել, Բլումբերգը հրապարակեց համաշխարհային սկանդալ, Տրամփը արդեն պատասխանել է, Տրամփը ասում է, դե բանակցությունները այդպես է, այտենց պետք է Ուկրաինան ծախել Ռուսաստանին, ինչ որ այդպիսի մի բան ասեց, հիմա վերնագրերն են դուրս գալի, Տրամփը Ուկրաինան ծախում է Ռուսաստանին, այդպես են ասում վարում բանակցություն։ Նորմալ է, ես չգիտեմ, չեմ նայել, ասում, բայց նորմալ է տենց են վարում բանակցությունները։ Եթե չես նայել, ինչ գիտես ոնց են վարում բանակցությունները։ Մի խոսքով, ամփոփելով այս մասը ասեմ, որ հա, լավ, ուրեմն երկրորդ մասում կասեմ, արձագանքներ կան արդեն, ամերիկյան ներքաղաքական դաշտն արդեն պայթում այս բանից եւ այլն։ Լավ, հիմա մեզ մոտ գովազդ, վերադառնանք ու շարունակենք զրույցը։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ չորրորդ՝ լրացնում եք քարտի տվյալները և գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր և անսահմանափակ, ներբեռնելով նաև հավելվածը հեռախոսի և անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների և տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS և Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա և վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր և էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի թրենդի մեջ։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը Արմեն Չիբուխյանի հետ, նախ ասենք, որ Արմենը պարզեց արդեն թե ով էր։ Այո, երկրորդ տարբերակներ, ոչ թե Լավրովի տեղականն է, այլ Պուտինի օգնականն էր, այո։ Օգնականն է, այո։ Եվ այստեղ տեսեք, երկրորդ հեռախոսազրույցն էլ է բացահայտվել, ինչը շատ հետաքրքիր է, ուրեմն բացահայտվել է Ուշակովի եւ Դմիտրիևի հեռախոսազրույցը։ Մասնագետները ենթադրում են, որ քանի որ Ուշակովի եւ Դմիտրիևի հեռախոսազրույցը ներքին խոսակցություն է եղել, իսկ Ուիկոֆի հետ չի, ուրեմն լսվել է Ուշակովի հեռախոսը։ Դրա համար են կարողացել տրանսկրիպտը հանել։ Բայց այս շատ խառը պատմություն է, Ուշակովը ուրեմն կակեբեն քնած Արմեն, որ կարողանում է տեսեք, տարբերակները հետեւյալն են, կամ Միացյալ Նահանգներն է FSB, չէ՞, հիմա արդեն կակեբեն FSB։ Կամ Միացյալ Նահանգներն է բացահայտել, այսինքն որտեղ խոսում են շատ, որ Ռուբիոն, մենք երբ խոսում ենք, որ Ռուբիոն ատում է Ուիկոֆին եւ ըստ էության դե որոշ լրագրողներ են ասում, ես չգիտեմ, ասում է որոշ լրագրողներ ուսումնասիրել են body language-ը, Ուիկոֆի եւ Ռուբիոյի շփումները
Եվ ասում են, ենթադրում որ դա ատելու, այսինքն չի տանում, էլի, այսինքն երևում է ակնհայտ։ Եղբոր տա կանգնում, խառնվում Այո։ Տրամպի բանն է, շպիոնն է։ Եվ տեսեք, այստեղ շատ հետաքրքրական է, որ ռուսները միջի հիմա հեռախոս են օգտագործում, այսինքն այնտեղ կան կոդավորված մեսենջերներ եւ այլ եւ այսպես շարունակ, կոդավորված վիդեոկապեր եւ այսպես կամ այսպես։ Ռուսները շարունակում են սովորական հեռախոս, երևի 5 կոմունիստական կլինի Արմեն։ Դե չէ, սովորական գծային հեռախոսը ոնց կոդավորես, այսինքն հա ինչ որ գաղտնի առանձին գծեր ինչ որ քաշում են, ես այդ մեխանիզմը չգիտեմ, բայց ժամանակակից գրվածը հատուկ որ իրանք ժամանակակից տեխնոլոգիաներ չեն օգտագործում, այսինքն տենց, հա։ Եվ շատ կասկածելի պատմություն է, թե ով է լսել։ Տարբերակները 4-ն են, կամ դա արել է Միացյալ Նահանգները, Ռուբիոնը արտահոսքի հեղինակը, բայց այդ դեպքում ստացվում է լավ, Վիտկոֆինը իրանք գիտեն, Վիտկոֆն է այս կողմից խոսած է այն կողմի հետ, Ուշակովի Դմիտրիևի հեռախոսազրույցը միա, այդ ինչ ագենտուրա է, որտես մտել են ներսում։ Երկրորդ տարբերակը, որ դա եվրոպացիներն են արել, որոնք ավելի մոտ են իրանց հետախուզությունն արել։ Երրորդ տարբերակը, որ ուկրաինացիներն են արել, որպեսզի կանխեն իրենց համար անցանկալի զարգացումները։ Մոսադն է արել։ Բայց կա ամենահավանական տարբերակը, իդեպ որը մատնանշում են նաև ուկրաինացիները եւ որը մատնանշում է նաև անկախ հետազոտող, որ Bellingcat-ի հայտնի, այսպես ասում է, լրագրող Խրիստո Գրոզևը, որը իդեպ միշտ ինսայթներ ունենում է եւ շատ դեպքերում ճշգրիտ ինսայթներ է ունենում։ Խրիստո Գրոզևը ասում է, որ այո, կարող եք քննարկել այլ տարբերակներ, ասում է, բայց ամենահավանական տարբերակը, որ ներսից է եղել արտահոսքը Ռուսաստանի։ Այո։ Իհարկե Գրոզևը այդպես մի քիչ պրիմիտիվ ասում է, ես չեմ որ ինչ որ պատերազմի կուսակցություն կա Ռուսաստանում, հա կան բիզնեսմեններ, որ ուզում են խաղաղություն, կան FSB-շնիկներ եւ զինվորականներ, որոնք ուզում են շարունակվի պատերազմը, որտեվ գիտեք, փող, ով որ շատ փող աշխատում, նա ուզում է շարունակվի պատերազմը, չէ՞, բյուջեն կլպում են, հա, թքած։ Բայց այստեղ կա մի հետաքրքիր հանգամանք։ Ես չեմ պատկերացնում, որ առանց Պուտինի իմացության կարա այդպիսի բան արտահոսք կլինի, հա։ Հետաբար պետք է հասկանալ, եթե արտահոսք է, ուրեմն ինչի է Ռուսաստանը այս արտահոսքը արել։ Եվ այստեղ կա հետաքրքիր հանգամանք, հա, մի կարևոր բան ասեմ Միացյալ Նահանգների, ուրեմն հանրապետական կոնգրեսականները նշում հայտնի, հանրապետական կոնգրեսական Դոն Բեյքոնը եւ Ռոբերտ Ֆիցպատրիկը, ուրեմն, կներեք, Բրայան Ֆիցպատրիկը, ուրեմն պոստեր են դրել, մեկը ասում է, որ պետք է, ասում է, իսկ ինչով, ասում է, ինչ ավելի շատ ինչ գործ կաներ, տեսեք ինչ օրինակ է բերում, եթե պատկերացրեք ռուսական գործակալ ունեք, ինչ ավելի շատ գործ կաներ նա ռուսների համար, քան արել է Վիտկոֆը։ Օրինակ ի՞նչն է տարբերությունը, ասում է, հասկացաք ի՞նչ է ակնարկում, շատ հետաքրքիր, որ ուղղակի ռուսական գործակալ է։ Մյուսը ասում է, որ Ֆիցպատրիկը, ասում է, որ եթե չեմ սխալվում, ասում է, որ թողեք Ռուբիոն իր գործը անի։ Պետք է դադարեցնել այս գաղտնի հանդիպումների եւ այլն։ Եվ ընդհանրապես շատ հանրապետականներ ասում են, որ Ուկրաինայի շահը չպետք է տրորվի եւ այլն այսպես շարունակ։ Շատ ներքին քննարկում է սկսել, հանրապետական կուսակցության ներքում կա բողոք, ներսում կա բողոք Եվ հիմա տեսեք ինչ Ուշակովի եւ Դմիտրիևի խոսակցության մեջ կա մի դրվագ, որտեղ Ուշակովը Դմիտրիևին ասում է, որ գուցե նրանք չհամաձայնվեն, այսինքն ենթադրում է, որ այն ինչ որ ներկայացնում է, նրանք ենթադրում է ուկրաինացիները չհամաձայնվեն, այսինքն այն ինչ որ մենք ասում ենք, այսինքն չի մասին է խոսքը։ Քանի որ իրենք հասկացել էին, որ հեսա սառեցված ակտիվները գնալու է Ուկրաինա, հեսա տոմոհավքները կարող է գնան Ուկրաինա, հեռահար հրթիռներ, Ուկրաինայի հնարավորությունները մեծանա, Ռուսաստանը հասկացավ, որ պետք է արագ դրա համար շտաբ Կիրիլ Դմիտրիևին ուղարկեցին Վաշինգտոն։ Խաղաղության պայմանագրի։ Այո, գրեցին իրենց համար ինչ որ։ Հիմա էլ ժամանակ են ուզում շահել, քան ինչքան ունեն, որպեսզի կարողանան ավելի։ Եվ հենց այդ է պատճառը, տեսեք ինչ տեղ ունեցավ։ Իրենք ուզում էին, որ Ուկրաինան մերժի, Ուկրաինան վատ տեսքով հանդիսանա, խաղ ասա, սա ահավոր դիվանագիտական խաղ է։ Իրենք երբ որ տեսան, որ Ուկրաինան չհրաժարվեց, հիստերիա չկար, բան չկար, ամեն ինչ, Զելենսկին հասկացավ եւ ասեց, մենք չպետք է թույլ տանք, որ ներկայացվի այնպես, որ մենք ենք տապալել բանակցությունը եւ մենք գնում ենք բանակցություններով։ Խմբեր ուղարկեցին, սկսեցին աշխատել։ Կարծես թե տեսավ Պուտինը, որ տապալվում է իր պլանը, դրա համար հիմա երբ որ Վիտկոֆին ասում է ուղարկեմ Մոսկվա, ասում է չէ հաջորդ շաբաթը, մի պահ ընդհանրապես կարծիք կար, որ կարող է տապալվի։ Եվ հենց այդ պատճառով, երբ որ Զելենսկին ասեց ես գամ, մենք քննարկենք, Տրամպը ասեց մինչև որևէ բան հստակ չլինի, ես ոչ մեկին չեմ ընդունել, որովհետև ինքն էլ է շատ լավ հասկանում եւ իրեն արդեն բացատրեցին, եւ այդ 22 կետը, որ իջացրել է, իդեպ խոսքը 19-ի մասին է ենթադրում եւ գումարած 3 կետ, որը Զելենսկին ասում է ես դեռ խնդիր կա, պետք է դեռ բանակցենք Տրամպի հետ,
Այդ բայց Թրամփը չի ուզում հանդիպի որ բանակցի։ Լավ, Ես շնորհակալություն։ եմ շնորհակալ։ Այսքան այսօրվա համար բարեկամներ կհանդիպենք վաղը, մինչ տեսություն։ Հաջողություն։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։